այս ինչ ասեմ դավաճան իշխանությունը, եթե որոշել է, որ այդ 50,000-ը, որ ընդհանրապես խղճուկ նպաստ է եղել, որոշել է դա էլ վերացնի, չգիտեմ մարդկանց վիճակը ինչպես է լինելու։ 40,000, հետո 30,000։ Հիմա չենք հասկանում, 40,000 տան վարձը տանատերն է փոխելու։ Եթե ես 140-150,000 ենք տալիս, երկու հոգին 80,000 է անում։ Եթե 50,000-ն ենք հաշվում, 100,000 անում, մենք մեր թոշակից էլ ենք դրել, տան վարձը տվել։ Հիմա եթե ինքը պակասացնում է, մենք էլ աշխատանքի ընդունակ չենք արդեն։ Բա այդ ժամանակ ոնց է լինելու, հիմա պիտի փողոցները ընկնենք։ Կամ էլ առաջարկում եմ, որ պիտի անպայման շրջանները գնանք, որ 5 միլիոն ստանան ինչ-որ շրջաններում, եթե մեզ հիվանդ ունենք եւ անպայման տեղի հիվանդանոցի հետ կապված ամսվատակին գլխին բերում ենք հիվանդանոց։ Ոնց պիտի այդ տեղից տեղափոխվենք։ Կամ ցույց տվեք մի տեղ, այդ որ ասում եք 3 միլիոն, ովքեր Հայաստանը, Երևան են բնակվում, ցույց տվեք մի տուն, որ 6 միլիոնով մենք կարողանալու ենք առնենք։ Չեմ հասկանում, որ ինչով են մտածում, ինչպես են մտածում, բոլոր դեպքերում այս իշխանությունները իրավունք չունեին մեզ այս փողոցները գցելու։ Սկզբում ասում էր մեզ չեն ընտրել, մենք իրավունք չունենք Արցախի համար խոսենք, բայց վերջում չգիտես ով է իրենց լեզուներից այմոր ասում է քաշել, գնացել համաձայնվել են, որ Արցախը պիտի Ադրբեջանի կազմում լինի։ Դե Ադրբեջանի կազմում ենք եղել, չէ՞ տանտերը, որ բողոքել ենք, դուրս ենք եկել, 30 տարի պետություն մենք որպես մնացել ենք, թեկուզ չճանաչված, մենք մնացել ենք։ Թե ինչու է գնացել ինքը իրեն, որ ասում է գլուխը պահելու համար ձևի խոստումներ տվել մեզ գրակի մեջ գցել չգիտենք։ Հիմա այսօր այս հանրահավաքին գալով ինչ պահանջներ ունեք, կոնկրետ ինչ ակնկալիքներ ունեք, ձեր կարծիքով կփոխվի այդ որոշումը։ Մենք այսօր մասնակցում ենք նրա համար, որ առաջինը այդ խղճուկ գումարները չընդհատեն։ Գոնե դրանով մարդիկ կան, որ էլի կարողացել են, որ ասում շնչեն, արտաշնչեն։ Եթե կամ բնակարանով թող ապահովեն, եթե ապահովեն են, ովքեր թոշակառվեն, իրենց թոշակով գոյությունը կպահեն, ոչինչ։ Կամ բնակարանով ապահովեն, կամ այս բանը, այս խղճուկ գումարը չվերացնեն։ Բոլորին էլ թող անխտիր տան։